Չկա խոսք, որ կարող է մեղմել ձեր ցավը։ Սիրելի հայրեր, սիրելի մայրեր, ես դիմում եմ հայրենիքի համար զոհվածների հարազատներին։ Ոչ մի պաշտոնյա ու քաղաքական գործիչ իրավունք չունի ձեզ սովորեցնել, թե ինչպես պետք է ապրել այդ կորստի հետ։ Ձեր որդիները, ամուսինները, քույրերը, ձեր հարազատները կյանք են տվել հայրենիքի համար։ Ես անձամբ տեսել եմ, ինչպես են նրանք անձնվիրաբար ծառայում, ինչպես են սխրանքներ գործում։ Ես ձեզ հետ միասին որոնել եմ նրանց մարմինները մարտի դաշտում։ Ես տեսել եմ ձեր արցունքը, ձեր տառապանքը, բայց ես նաև տեսել եմ ձեր հպարտությունը ձեր հերոսների համար։ Նրանց զոհողությունը սուրբ է։ Եվ պետությունը պետք է ամեն ինչ անի, որ արժանի լինի ամեն օր այդ զոհողությանը։ Մենք ձեզ խոստանում ենք 3 բան. հարգանք, ոչ ոք իրավունք չունի վիրավորել ու նվաստացնել զոհվածի ընտանիքի անդամին, արդարություն, յուրաքանչյուր սխալ որոշում ու սխալ քայլ, որը կյանքեր է խլել, պետք է ունենա հստակ իրավական ու քաղաքական գնահատական։ Դուք պետք է ստանաք բոլոր հարցերի պատասխանները, ձեզանից գաղտնիքներ չպետք է լինեն։ Հոգատարություն։ Պետությունը զոհվածների ընտանիքներին պետք է հիշի ոչ թե հիշատակի օրերին միայն, այլ նրանց կողքին լինի ամեն օր։ Այս ամենը մենք ձեզ խոստանում ենք, ես ձեզ խոստանում եմ, միայն խնդրում եմ վստահություն։ Ինձ պետք է ձեր վստահությունը այս ամենն իրականացնելու համար։ Ես երբեք ձեզ հուսախաբ չեմ անի։ Ես չեմ կարող վերադարձնել ձեր հարազատներին, բայց ես խոստանում եմ հստակ, որ նրանց հիշատակը երբեք չի լինի քաղաքական առևտրի առարկա կամ գործիք։ Նրանց անունները միշտ պետք է հիշվեն եւ մնան որպես Հայաստանի արժանապատվության խորհրդանիշներ։ Բոլորին պետք է անուններով հիշենք։ Խոնարհվում եմ մեր հերոսների հիշատակի առաջ, ձեր զոհողությունների առաջ։ Փառք մեր նահատակներին։